Լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, նախ կխնդրեմ օրվա խորհրդին անդրադառնաք եւ արդյոք ինչ է այն մեզ հուշում, ինչ անելիք ունենք մենք։ Ես կասեի, ոչ թե այն մեզ հուշում է, այլ արդեն կանչում է մեզ, պարտադրում է մեզ, չգիտեմ, ոտքի կանգնել է գոչանում, որովհետեւ եթե նախորդ տարիներին մենք այդպես վստահ քայլում էինք դեպի ապագայի մեր անելիքները մեղավորներին պատժելու, մեր պահանջատիրական նկարտումներին հասնելու, ապա այս տարիներին մեր ցավոք մեր իշխանությունը զավթած թուրքամետ իշխանությունները մեզ խլում են մեր վերջին հնարավորությունից, մեր նոր սերունդներին խլում են ապագայում իրենց պայքարը տեղացնելու հնարավորությունից եւ մեր անելիքը այսօր բոլորով միասին ցույց տալ, որ մեկ հոգին կամ մի ամբողջ խունտան շատ փոքր են, որ մի ժողովրդի ձեռքից խլեն իր հիշողությամբ եւ ապագայով պայմանավորված հրամայականը։ Չի լինելու դա, ես հուսով եմ, ես իմ սաներին, իմ աշակերտներին ասում եմ, մեզ քիչ է մնացել ապրելու, բայց ես համոզված եմ, որ դուք հասցնելու եք մեր արդար պահանջատիրությունը, մեր բողոքը, մեր այն անմեղ զոհերի վրեժը եւ արդարադատությունը իրականանալու է ի վերջո, որտեւ տիեզերքում այդպես է, հնարավոր չի տիեզերքում արդարությունը մի օր տեղ չհասնի։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը եւ նշում է անգամ թուրք լրագրողների հետ քննարկեց, որ դեռ պետք է խորապես ուսումնասիրել հասկանալու համար ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, նախ ձեր գնահատականը ինչ վտանգներ է այս իր մեջ պարունակում եւ արդյոք ձեզ համար սպասելի է եղել, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որը կասկածի տակ կդնի Հայոց ցեղասպանության լինելիությունը։ Ոչ Որևէ մեկ մտքով անգամ կարծում եմ չի հասկացրել, որ մի օր Հայաստանում այդպիսի իշխանություն կլինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել, ուրեմն ինքը հասկանալու հետ լուրջ խնդիր ունի եւ թող իր համար գնա պարզի իր եղբայրների, իր հարազատների հետ, որովհետեւ ես ազնապես խիստ կասկածում եմ նրա ազգային պատկանելությանը։ Փաստ է, որ պարբերաբար Հայաստանում շատ թուրքեր եւ քրդեր փոխել են իրենց ազգությունը, նախկին նաեւ սովետական իշխանությունների միտումնավոր նախաձեռնությամբ փոխել են տվել, որպեսզի հետագայում հեշտ լինի հայ հասարակությանը ներսից դավել։ Եվ շատերը հիմա ասում են, թե սրանք ինչ ազգ են, իրենք հաստատ հայ չեն։ Ես համոզված եմ դրանում եւ շատ հայ գրվող մարդիկ Հայաստանում իրականում ծագումով հայ չեն։ Նրանք նախկին քրդերի եւ թուրքերի ժառանգներն են, որոնք տարիներ շարունակ հատուկ ծրագրով պատրաստվել են այս օրերին։ Սա այնպես չի, որ երեք Նիկոլ Փաշինյանը եկավ իր հետ բերեց։ Եթե մենք կարդում ենք Քեմալի ծրագրային պլանները եւ համատում ենք հիմա արդեն Էրդողանի այսօրվա կատարածները, ապա հասկանում ենք, որ Քեմալի ծրագիրը մինչ օրս գործում է, անկախ նրանից, որ Էրդողանը փորձում է գերազանցել Քեմալին եւ Նիկոլը եւ իր բոլոր կառավարության անդամները դարձել են գործիք թուրքական դեռ 100 տարի առաջ կայացրած ծրագրի։ Եվ այսօր նրանք փորձում են հասնել դրան, որը չի ստացվելու։ Ես առավել քան համոզված եմ չի ստացվելու։